լրիվ անցել եմ մանկական դաշտ, բարև բոլորից սիրելի բարեկամներ, հուսով եմ, որ դուք լավ եք ինչ պայծառ օր ա մեր մոտ, միշտ չի որ սենց պայծառ ուրախ օր ենք ունենում, գիտեք, գնում ենք, ուր ենք գնում Ալեքս, գնում ենք կարուսել, մեր մոտ կարուսելներ են եկել, ընդհանրապես մեկ երեխային տանց դուրս հանելու համար, հետաքրքիր է, չէ, որքան գումար է պետք երեխային նախատեսել։ Արձակուրդներ են մեզ մոտ սկսվել արդեն ուրբաթ օրը վերջին օրն էր, այսօր մեզ մոտ երկուշաբթի է, երեխուն դեռ կիրակի օրը պետք է տանեի, բայց ինձ մոտ աշխատանքի տեղը բան եղավ, փոփոխություն եղավ, մեր աշխատողներից մեկը հիվանդացել էր, մի խոսքով ոչ մեկին չէին գտնում, իմ ազատ օրն էր ու հարցրին, եթե հարմար է, թիմային աշխատանք է, տենց է, պետք է կամ հարմարես, իհարկե կարող է ասել չէ, եթե ինչ-որ պլաններ ունենային, որ ինչ-որ տեղի համար տոմսեր գնաց լինեի, որովհետև կիրակի օրն էի ուզում գնայինք, բայց տոմսեր չկան այդպես, կարուսել է, կարուսելներ ենք գնում, ուղղակի նախատեսել է երեխուն տեղ տանեի, ու տենց ասեցի լավ, ոնց որ հարմար կլինի ինչ-որ տեղ բան անել էլի, ոնց որ հարմարեցնել, մի օր էլ ինձ կարող է ես կարող հիվանդանամ, ինչև է սիրելի բարեկամներ։ Հիմա սկսում ենք ավտոբուսով, Ջեսիս համար արդեն իսկ ոնց որ իր համար այս ճամփորդությունը սկսում եմ, որովհետև ինքը ավտոբուսն ինչ չի որ նստում է, ես եմ ավտոբուսից հաճախակի օգտվում, ավտոբուսի համար ես ունեմ տոմս, այդ աբոնեմент ունեմ, որը որ ավելի մաչելի համար, Ջեսիս չունի։ Իր համար ուրեմն 1 ժամվա տևողությունը հիմա ավտոբուսի մոտ որ գնի 260 ցենտ կամ 70 ցենտ։ Ալեքսին տոմս առայժմ չի հասնում, մինչև 6 տարեկան երեխաները անվճար է։ Երկու ավտոբուս ենք փոխելու, ստեղից ընդեղ ու երկրորդ ուղղությունը կհասցնենք մի խոսքով։ Գնալ գալը ամուսնուս վրա կնստի 5 եվրո կլինի 5.40, 5 եվրո 40 սենտիմ իրավունք գնալ գալը, կարծեմ 260 է, եթե 270 չի, 260 կարծեմ, ինչև է, ու արդեն կարուսելների գինը այնտեղ մանրամասն կասեմ։ Իդեպ մեր ավտոբուսներից մեկը բաց թողեցինք, մինչև այնտեղից տնկալով մենք քայլելով Ալեքսարի շուտ ավտոբուսը մեր դիմացով եկավ անցավ։ Հիմա մոտավորապես 15 րոպե ունենք սպասենք մինչև երկրորդը գա ու գնանք։ No, I hug you? Yeah, do I do? You have me. I hug you. Okay. Okay, that's what you You need to hide. I need to hide? I don't want to hide. Ինտերնետ 20 գիգաբայթ հեռախոսի վրա, հեռուստա ցույցալիքները ամիսի 50 եվրո։ Ես ինչ-որ նոր Scarlett, նոր երևի թե կապա, ոնց որ ինձ ծանոթ չի Scarlett-ը։ Տոմսերի առումով ես սխալվում էի, պետք է 2 եվրո 70 վճարենք, ոչ թե 260։ Մետրոն է մեր, տեսեք մետրոն բան ունի, չէ, վերևը տրամվայի նման, իմ համար սա տրամվայ է, բայց իրանց համար մետրո է, տեղ կա, որ գետնի տակ է մտնում, շատ քիչ է, որ գետնի տակ է մտնում, շատ փոքր հատված, հիմնական մասը, որ շրջում է մեր մետրոն, սենց M3, սելսի, մետրոյի կայարանում միասին չէինք եղել, չէ, ես երևի թե առաջի բաներից է, առաջին գնացքներից է։ Ռոքի, հա, պարեսակից մեջ է, հեսա կտամ, ստեղ արի կանգնի մի հատ նկարեմ քեզ։
Հատվածը շատ հայտնի է Շարլերոյի, կոչվում է Palais des Beaux-Arts, այսինքն գեղեցիկ արվեստների պալատ։ Այստեղ է գտնվում թատրոններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, ամեն ինչ որ ունենում են։ Այստեղ մեծ ցուցահանդեսների շենք ունենք, այս շենքի հատվածն է։ Ովքեր որ արվեստի հետ կապ ունեն, այս հատվածը իրանց ծանոթ կլինի, եթե գնեն Շարլերոյ։ Այստեղ ենք գալիս, եմ վախենալ բաները չեմ նստելու, այդ հաստատ։ Չգիտեմ մեր տարիքի համապատասխան ինչ կունենան։ Հուսամ որ շատ կլինի։ They call this a zebra crossing? Why? Because it looks like a zebra, right? Yeah. It's all stripes, black and white stripes, like a zebra. Գնացինք, արի։ Այստեղ մենակ պետք է շատ զգույշ լինենք գողություններից։ Իջի դե բալես։ Որտեղից ենք սկսում ավտոներից? I think that's a good choice. Let's go. Let's go to the little jungle. And look, there's a nice slide. Oh my God, so many fun things to do. There's the big tower. You choose the car. Which car you want? Արդեն որոշի որն ես ուզում, որ հենց կանգնի գնաց նստես հենց էդի։ Հեսա տոմսեր առնենք։ With you, I think. It's okay, let's go. With daddy? You go with it, I'll film you. Ները, արի դե տեսնենք տոմսերը որտեղից են կառնում, հա հենա, արի։ Մեքենայի գինը 3 եվրո 50 արժեր, մեկ պտույտը, ընտրի։ Ոնց է կոչվում, roller coaster, ես վախենում եմ սրանցից, երբեք չեմ նստում, բայց հայրեր կողքի իրանք են ուզում գնամ։ Oh my God, we're going. Wow! Չես ասում մի վախեցի բան, այդենց շատ մեծ չէ, էլի։ Փոքր է, ասում եմ չէ, վախենում եմ։ Այնտեղ Մարիո ու Լուիջի ունեն։ Լավ գցեք էլի ձեռը հրեմ եմ ները։ You can give me your phone. Իրանք նստած են իմ ոտքերը տակը սողում են։
6 եվրո, ամեն մեկը 12 եվրո ասես։ Was good? I almost got a vomit. Ցած կոտելը արժի 6 եվրո։ Եթե 4 անգամ եք ուզում ձեր երեխան ցած կոտի 20 եվրո եք վճարում, կամ եթե 4 երեխա ունեք 20 եվրո կարժենա ցած կոտելը։ Alexander. 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 Voilà, Alexander. Voilà, mon gars. Merci, monsieur. D'accord. Wow. Wow. Starman. You're a real Spider-Man now, don't worry. There you go, Spider-Man. Yeah. Ուժեղ արա։ Like a Spider-Man, look, you are a Spider-Man. Wow. Jump high. Uzer. Ուժեղ արա ոտերով, ուժեղ։ Push. Խիլի բացվա բախում է։ Պարանը իջեցրեց մի քիչ, լավ է։ Ոտերը հիմի հասնում է, որ ցածկի։ We're gonna have to get one of those at home. Ասմա մի հատ էլ պետք է առնենք տան համար։ Զմանի։ Փուչիկը 5 եվրո արժի։ Կոշիկները պետք է հանի, մտքի մեջ է։ Որոշեցինք ընդվիճում անենք, տեսնենք ինչ ունեն, կարի ջուր ենք ուզում, երեխու համար սոկ, տեսնենք ուրիշ էլ ինչ ունեն։ Այստեղ խմելու համար ամենակ, փաստորեն ուտելու ոչինչ չկար, բայց դեռ նստելու տեղերը շատ հարմար են, որոշեցինք ամեն դեպքում նստենք։ Des vrais pies, c'est bien. Դրեցիք երասի գարեջուրը, որ շատ եմ սիրում ես իսկապես։ Ալեքսին ֆանտաջը իր համար ջուպիլեր է անդրել, սա բելգիական գարեջուր է, ու բելգիացիների ֆուտբոլաստեր բելգիացիների համար անփոխարինելի է։ Այս 3 բելիքին վճարել ենք 11 եվրո։ On the nose. Hey!
Կենացդ կյանք։ Կենացդ արև։ Gennady. Այստեղ գրիլ ունեն, դիմացն է հենց, դատացինք ճիշտ կլինի գրիլ էլ վերցնենք, մի անգամից ինչ ուտելու ենք ուտենք ու շարունակենք մեր խաղերը։ Ոչ միայն գրիլ, այլ նաև համբուրգեր ունեն։ Ինչ ես ուզում։ Սրանք հիշեցնում են սոտեայան, Շրի-Լանկայում թե Բալիում էինք ուտում, հիշում եք սրանցից։ Այստեղ փոշետ են ասում, իհարկե նույնը չի։ 10-ած սրանից կվերցնենք, այսքանը 13 եվրո, ավելի հստակ 10 հատան, ամենը, բայց շատ փոքր է, ինքը չափաբաժին է, երևի մի հոգու համար։ Խմեցինք, հիմա շարունակում ենք մեր կարուսելները, տեսնենք թե ուրիշ ինչ է ուզում Ալեքսը, ես ասում են կողմը 2-3 հատ լավ հետաքրքիր կարուսելներ եմ տեսել։ Գնացինք այդ ուղղությամբ։ Ինչ-որ ֆան թայմ է կոչվում, ոնց որ թե Villa Chaos, Chaos։ Տեսնենք ստեղ տոմսերը ինչ արժեն, Ջեսն ու Ալեքսը կգնան երևի թե։ Տոմսերը 6 եվրո, բայց Ալեքսը ու Ջեսը իրար հետ 10 եվրո արժեր։ Ու քարտ չեն վերցնում, քարտով վճարում, պետք է քաշ վճարել։ Լավա Ջեսի մոտ քեշ կար, թե չենք կարա օգնվեին։ Churros կուտես։ Շուզեց churros։ Կարուսելը 3.50 արժի, բայց ասում է քարտով չի կարելի էլի վճարել։ Եթե ուզում եք մինիմումը 7 եվրոյի պիտի ժետոն առնեք, այսինքն 7 եվրո ինչքան է, 2 բտույթ պետք է առնի, եթե քարտով եք ուզում վճարեք։ Really wanted Mario. There is no more Mario? Որ ինքը Mario էր ուզում անպայման, Mario-ն զբաղված էր, մենք միջև եկանք, սպասեցինք մի շրջան պտտվեց, հիմա արդեն Mario-ին է։ Հիմա արդեն Mario-ն է նստել, կարա գնա։ Wendy's burger ունեն։ Հարանը մի տոմսը 2 եվրո արժի, 4 հատը 6։ Ստեղից ես գորգա նման բանը վերցնում են, գնում այնտեղ սղալու։ It was fun? Այստեղ պաստա են վաճառում։ Ջոքերն է, հա, ոնց որ ուզում գնա։
ամեն մարդը։ Այստեղ երկու տոմս վերցրեցինք, 10 եվրո արժեր, Ջեսն ու Ալեքսն են գնում, ես վախենում եմ։ Prenez place et n'ayez crainte. N'oubliez pas vos voyages. N'ayez pas peur de découvrir l'endroit. Approche un peu, approche. Ամեն մեկի համար երկուս իրար հետ 10 եվրո մենակ են Նուգայա էստեղ, մտածում եմ տեսնես ինչա, նուգայա ֆրանսիական ու իրանց ու նաև իրանց քաղցրեղենը պեչենիներ արդեն սենց տուփերի մեջ նուգա, մեկ էլ ֆիստաշկանա բանը քաղցրով 14 եվրո թանկայց թվում է 7 էլ փոքրը 200 գրամը Այսքրիմ կվերցնենք, չգիտեմ ինչքանա լակում կա։ Ճիշտ ասած Ալեքսը կապուտ է սամ, նայդ չնգնի, if you hold it, not correct, Hold it up straight. ուղիղ որ չբահես, հետի կհալի կնգնի, կապուտ բանով էր ուզում, դեղին պաղպաղակներ ուզում, բայց կապուտ, ինչ անունը, կապուտով, Ջեսի այսքրիմն աթրծրել ուտում սենց կամած ասմա հալվում է, բայց օգնում այդ գինը չեմ իմանում ինչքան էր երեխեք, հեսա տեսնեմ ստեղ կա, սուքխը, չէ, վանիլը, շոկոլա, սովիս, բանանը, մի անգամից վճարման բանը տվեց, քարտ չեն տալիս, հետը հեռախոսով են էլի վճարումը ընդունում, չեմ իմանում ինչքանը հետո քարտից մեջ կնայեմ կասեմ չարժեր պաղպաղակ այս էլ աջոքնել է պաղպաղակը արժեր 4 եվրո նոր Ալեքսի 15-րդ չտեսա իրան էլ հյուրասիրեց Ալեքսը ասմա ես մենակ ես չեմ ուզում ուտել Bon voyage լինում 6:20-ը մենք գրեթե ամեն ինչ արեցինք մի որոշ բաներ կան բայց ավելի շատ մեծերի համար էր ու որոշեցինք որ մեր ճանապարհը արդեն դեպի տուն շարունակենք որովհետև մի քիչ հետո մութ կլինի արդեն չգիտեմ կարծում եմ ճիշտ չլինի մութ քամի ստեղ լինենք հենց ավտոբուսը պետք է փոխենք էլի ոնց որ եկանք Այս գործարի ես մյուս ծայրը, համար գրանք տուն վաղմենիքի գործերում ենք ու կշարունակենք արդեն տանից մեր վլոգը Chickadee. Here we are. We're at the yard. Here we are. Let's go get our bus.
Արդեն տանն ենք սիրելի բարեկամներ, ես ինչպես տեսնում եք տեղավորվել եմ, վերցրել եմ իմ միկրոֆոնը, որպեսզի ինձ լավ լսեք, Ալեքսը քնելա, լողացրեցի, մուշ քնելա հիմա, որպեսզի իրան էլ չանհանգստացնեմ, շատ բարձր չխոսեմ, բայց որպեսզի դուք էլ լավ լսեք։ Ես այստեղ ունեմ դավթարից մեջ հանել եմ ամեն ինչ, արդեն տեսակ վճարումները քարտով էի անում ու ամեն ինչ մանրամասն այնտեղից դուրս եմ բերել, այս իմ դավթարում նշել եմ, որպեսզի հեշտ լինի ու ավելի արագ ձեզ ասեմ բոլոր թվերը։ Այստեղ հարցը ոչ թե կայանման նրանում, թե որքան ծախսեցինք այդ ֆինանսական կողմը, այլ հետաքրքիր է, օրինակ թեմատիկ պարկեր, որ գնում ենք, միանգամից տոմսը գնում ենք, հիմնականում 100 եվրոյի կարգի է, չէ՞ լինում այդ թեմատիկ պարկերի 100-150 մաքսիմում, այդ 120-130 հիմա մի քիչ թանկացել է, այս տարի գները չեմ իմանում, ամեն մարդու համար հետաքրքիր է, թե ուղղակի այսպես առանձին կարուսելների համար, երբ որ վճարում ես, մեկ երեխայի համար ծախսը ինչքան է կազմում, ինձ օրինակ հետաքրքիր էր, նման կարուսելները ասեմ, որ միշտ չի, այնպես չի, որ այդտեղ կարուսել կա միշտ ու դու կարող ես երեխային տանել, սրանք տոնավաճառներ են կոչվում, շրջիկ կարուսելներ են, իմ ջելոց շատ լավ էին կազմակերպել, ես զարմացա, որովհետև չէի պատկերացնում, որ լայն տեսականի կունենան, Ալեքսի համար բավականին ինձ թվում է գրեթե ամեն ինչից օգտվեց, ընդամենը 3-4 կարուսելից է, որ չի օգտվել, մինչ գնալը, ճիշտ ասած, դե բնականաբար իմ մտքի մեջ թիվ ունեի, մտածում եմ մոտավորապես ինչքան պետք է ծախսենք, մոտավորապես 50-ից 60 եվրո դրանից ավել դժվար թե ծախսվի այդտեղ, այդպես հետաքրքիր է նաև իմանալ, կարծում եմ ձեզ եւս, թե մեկ երեխայի հաշվով ծնողը որքան գումար նախատեսի այս կարուսելներում ծախսելու համար։ Այսպես, հիմա անցնեմ արդեն բուն թվերին։ Մենք օգտվել ենք 10 կարուսելից։ 10 կարուսելների համար վճարել ենք 66 եվրո։ 66 եվրո, այստեղ ոչ միայն Ալեքսի համար ենք գնել տոմսերը, կային կարուսելներ, որտեղ իր հասակի համար չէր կարելի, մենակ հարկավոր էր 2 տոմս գնել, որովհետև ծնողը եւս պետք էր մասնակցել, դրա համար, այսինքն 1 տոմս չի եղել, 2 տոմս է եղել, այդպես, եթե 2 երեխա ունեք, որ անչափահաս են, փոքր տարիքի են, հարկավոր կլինի նկատի ունենաք, որ մի երեխայի հետ մի ծնող պետք է գնա, այսինքն 4 տոմս հարկավոր կլիներ գնել։ Ես ինքս կարուսելների մեծ սիրահար չեմ, ինքս վախենում եմ, չեմ սիրում այդ շատ բարձր, որ բարձրանում են, իջնում են եւ այլն, այդ առումով իմ բախտը բերել է, Ջեսը սիրում է, Ջեսն է Ալեքսի հետ գնում ու հետո մտածում եմ, որ ավելի լավ է տղա երեխա է, պապայի հետ, սենց խիզախորեն առաջ գնա, քան մաման կողքը վախվխալով, ինձ մեկն էլ հարկավոր է, որպեսի կողքից օգնի, այնտեղ ուժ տա, որպեսի ես վախից չթուլանամ։ Չեմ սիրում այս կարուսելները, բայց եթե երեխայի համար բնավ, բայց որ փոքր եմ եղել, սիրում էի, հիմա մեծ տարիքում է, որ այդքան շատ չեմ սիրում։ Ընդհանուր առմամբ, այս ուտել խմելով ավտոբուսով ամեն ինչը իրար հետ արժեր 107 եվրո եւ 60 սենտիմ, ընտանիքով տանից դուրս գալ, փոքրիկ այսպես կարուսել, երեխային տոն պարգևելու համար։ Այստեղ մի փոքր հավելում եմ ուզում անեմ, որպեսզի պատկերացում կազմեք, թե այստեղ կյանքը թանկ է, էժան է, ինչպես է, ուզում եմ ասեմ, որ 107 եվրո եւ 60 սենտիմը Բելգիայի համար այնպես չի, որ երեխային կարուսել տանելը այդպես կոպեկներ են, չէ, եթե համեմատում ես աշխատավարձի հետ, դա կոպեկներ չի ու նկատի ունենանք, որ ընտանիքում հիմնականում ոչ միայն մեկ երեխա է լինում, այլ 2-3 ունենք բազմազավակ ընտանիքներ, որտեղ նույնիսկ 4-5 եւ ավելի երեխաներ կան, ինչը որ նորմալ է ու շատ գովելի է այդ ընտանիքների համար, իսկապես պատկերացրեք, որ այս գումարը կրկնապատկվում է։
Ինչևէ սիրելիներս, դուք էլ գրեք, տեսնեմ թե որքան կծախսեիք դուք ձեր երկրում, որտեղ որ դուք եք ապրում, կյանքը հետաքրքիր է իմանալ, թե աշխարհի որ անկյունում որքան է կազմում արդյոք կա երկիր մոլորակի վրա, գուցե հայտնաբերենք մի երկիր, մի անկյուն, որտեղ կյանքը դեռ այդքան շատ ինչ որ չափով մատչելի է։ Ինչևէ, ձեզ այստեղ ասում եմ բարի գիշեր, լավ մնացեք, մենք կհանդիպենք մեր հաջորդ վլոգում լիքը պատчիկներ։ Բայ բայ։